Պարոն Կարոյան, ինչ ունենք Պրոշյան Պարոնյան հատվածում։ Պարոն քաղաքապետ, Պրոշյան Պարոնյան հատվածում 3 պրոյեկտ է իրականացվում, 2 պրոյեկտը իրականացում է ջրային կոմիտեն, այսինքն 2 տարբեր լոտերով, 2 տարբեր շինարարական աշխատանքների միջոցով, մեկը իրականացում է Վասպուրական կազմակերպության կողմից, մյուսը Արտպլաս կազմակերպության կողմից։ Դեմիրճան Խաչմերուկից դեպի Բաղրաման հատվածը իրականացվող աշխատանքները խոստացել են նախնական մոտ 7 օրվա ընթացքում ավարտեն։ Այսինքն այդ 7 օրի ընթացքում իրանք պիտի հիմնական այդ խովակաշարը անցկացնեն եւ դրանից հետո նոր արդեն իրանց պրոյեկտը ջրային կոմիտեի ծրագրի շրջանակում նոր արդեն կմտնեն բակային հատվածներ, արդեն ճյուղավորումների կտան, բայց Պրոշյան փողոցից նախատեսումը այդ կազմակերպության կողմից ավարտել մաքսիմում 7 օրվա ընթացքում։ Ինչ վերաբերում է ներքևի հատվածում դեպի Պարոնյան Լեո նույնպես նմանատիպ ժամանակ է ֆիքսված շինարարների կողմից, որ գոնե կհասնեն մինչև Լեո Խաչմերուկ նույն ձև հիմնական այդ խովակաշարը կանցկացնել, որից հետո արդեն նոր կտեղափոխվեն Կոզերնի թաղամաս, որպեսզի ներբակային արդեն միացումների տան։ Տեմպը բավականաչափ ակտիվ է, ուղղակի պարոն քաղաքապետ, քանի որ նաև երթևեկությունն կներկի ինտենսիվ, դրա համար աշխատանքները քիչ թե շատ կարող տեղ-տեղ դանդաղեն, բայց փորձում են մաքսիմալ արագ այդ աշխատանքները իրականացնել եւ հուսանք ժամկետները կպահպանվի։ Շատ լավ, Ազատության պողոտայի ոռոգման համակարգը ինչ փուլում